Սիրելիներս, քանի որ Զոյկա Սերեգիրյան մի քիչ լավ չէր զգում, ու մինչև հիմա դեռ քնած է, սենց համեղ թեյ եմ պատրաստել ու սենց տեսականիներ եմ բերել, հաց ու ջեմ, ծիրանի չետեղծի մենակ հաց ու կարակ, մալինայով և ուղղակի աուշտրիխ տեսնեմ, որ մեկը կուզի, բայց դեռ քնած է, գնամ օրհնացնեմ։ Բարև լույս։ Լավ ես արդեն ես ասել եմ, որ Զոյկան հիվանդ է, Զոյկան չայ ամբողջությամբ խմել է ու մի հատ պանիրով բանը կերես, երուցքային պանիրով ու մի քիչ կարակ հերիք է, չէ՞ այդքանը, կարևորը չայը խմել է, հիմա գնում ես հերքև։ Կարևորը տակ-տակ հագնվել ես, չէ՞։ Դե լավ գնամ։ Հաջող։ Սիրելիներս, ովքեր տեսել են նախորդ վլոգը, որը շաբաթօրվա վլոգն էր, ու հիշում եք, որ ուզում էի պատրաստել կարկանդակներ, հետո չպատրաստեցի, բայց դե ինձ չկարողացա ներել ու կիրակի օրով առավոտյան արթնացել եմ, կարկանդակ եմ պատրաստում, այստեղ կոլոլակով ճաշ եմ պատրաստել իհարկե ընթրիքի համար, կամ եթե չուզեն ուտել, ուղղակի կմնա վաղը, որ երեխաները երկուշաբթի օրը տանն են արդեն, որպեսզի համեղ ճաշ ունենան ուտելու, որովհետև այս ցուրտ եղանակին հաճելի ուտվում է, ահա այստեղ ունեմ միսը, կպատրաստենք մսով, կարտոֆիլով, խմորն էլ է արդեն պատրաստ, դե ինչ, նոր եմ հետ հունցեմ, ինչև սեղանը պատրաստեմ, ամանները, ամեն ինչը արդեն կարող ենք սկսել, ահա տեսեք այսպիսի տեսք ունի իմ ճաշը, որոշեցի մի փոքր լցնեմ Զոյկան կուտի, որ կարկանդակներ չուտի ձեթով, ահա այսպես, ամեն ինչ արդեն պատրաստ է, դրել եմ ու սկսում ենք, այս են շատ սիրուն, գլորակներ ենք պատրաստում, ես սիրում եմ պատրաստել սենց ամեն ինչը, պատրաստել ու միանգամից անցնել թխելուն, քանի որ օգնողներ ունեմ իհարկե, կարող են երեխեքը գալ օգնել, բայց դե սիրում եմ մենակ անել ու ավելի լավ այսպես հասցնում եմ, համ դե ձեթի հետ աշխատելուց վախենում եմ ճիշտն ասած, որ երեխաները այրվածքներ չունենան, որտեվ ես ունենում եմ, միշտ ամեն կարկանդակ թխելուց ինչ որ միտեղս ունեմ հետքեր ու քանի որ այս ձայնագրությունը ավելի հետո եմ անում, քան տեսանյութն է, ասեմ, որ ես ունեմ 2 մեծ այրված աջ ձեռքիս վրա, որը արդեն 1 շաբաթ անցել է, դեռ չի լավացել, այնպես որ արդեն հասկացաք ինչի չեմ ուզում ոչ մեկին, առավել ևս իմ երեխեքին նեղություն տալ, այդպես սիրելիներս պատրաստում ենք գնդիկները, հետո կսկսեմ լցոնել ու հետո արդեն կմոտենանք գազօջախին ու կսկսենք հերթով թխել։ Չնայած որ 2 տարբերակն էլ առանց սոխի է, ուղղակի սոխառածը մեծ սոխերով անում եմ ու հետո այդ սոխերը հեռացնում եմ, թողնում եմ միայն այդ անուշաբույր սոխառածը ու խառնում եմ 2-ին էլ կամ տրորում եմ մեջը, միսը դե առանցին պատրաստել էի, նրբաբլիթների խճողակ է, իսկ մսով կարկանդակներ ոչ բոլորն են սիրում, օրինակ ամուսինս ուտում է միայն կարտոֆիլովը, հերիք չի որ սոխով չի ուտում, մի հատ էլ մսովը չի սիրում, դա իհարկե կատակ, պատրաստում եմ բոլորի ցանկությամբ, ինչպես ուզում են, բայց մսովները միշտ մի քիչ ավելի երկարավուն եմ անում, որպեսզի տարբերվի ու եթե հարցնեն որն է կարտոֆիլովը, որն է մսովը, որ կարողանամ արագ ցույց տալ ու այնպես չստացվի, որ կիսեն ու հետո չուտեն ու այդպես մնա, չնայած այդպես չի էլ ստացվում, պատրաստում եմ, իրենք էլ արդեն նստած սպասում են, միանգամից թան ամեն ինչ սեղանին է, սա կլինի իրենց ճաշը, դրա համար պատրաստենք, այս հետ շարում ենք ու մի կողմից սկսում ենք արդեն միանգամից թխելը, ահա վերցնում եմ միշտ փոքր աման, որպեսզի ձեթը քիչ լցնեմ ու երբ որ ձեթը այրվում է կամ բան կարողանամ փոխել ու չափսոսալ ու հետո էլ հանգիստ խղճով թափել այդ ձեթը, որովհետև դա էլ օգտագործել չի կարելի։ Բարի երկուշաբթի առավոտ սիրելիներս, քանի որ այսօր շատ շուտ էի գնալու, դրա համար չհասցրեցի ձեզ մի հատ մարդավարի ողջունեմ, այստեղ հաջողվեց, գնամ շուտ, հետո ընթացքում նորից տեսնենք ոնց ինչպես կմիանանք գնացին։ Ցուրտ է, շատ ցուրտ, հասել եմ կանգառ, բավականին ցուրտ է, ու ասեմ ինչ լավ է, որ երեխեքս այս մի շաբաթը տանն են, հանգիստ, տակ ապահով քնած են այս պահին, դեռ լույսը նոր է բացվում, բայց ես արդեն ճանապարհ եմ ընկել։ Ու
այս շաբաթ շատ ծանրաբեռնված շաբաթ ալինելու, որովհետև 2 օր ունենք, չորեքշաբթի ուրբաթ ունենք վիրահատության օր, 30-ից ավել վիրահատություն, 5 շաբթի օրն էլ ունենք կոպերի վիրահատություն, մի խոսքով ծանրաբեռնված շաբաթ ալինելու, ու եթե ուրբաթ օրը վիրահատության օրը ավտոմատ կերպով շաբաթ օրն էլ պետք է աշխատենք, որովհետև հաջորդ օրը առաջին ստուգումն է վիրահատությունից հետո, այսինքն այս շաբաթ թեժ է լինելու։ Բարի լույս սիրելիներս, բարի երեքշաբթի առավոտ, արդեն երեքշաբթի է, պետքա դուրս գամ ու ասացի մի հատ այսպես ողջունեմ, որովհետև երեքլույսն էլ վրես անջատվեց, դուրս եկա ու այդպես կիսատ մնաց, արդեն ասեցի ծանր շաբաթ ալինելու, այս շաբաթ, որովհետև ունենք 30-ից ավել վիրահատություններ, կոպերի 2-ից ավել վիրահատություններ, մի քիչ ծանրաբեռնված, բայց դե հաճելի աշխատանքային շաբաթ ալինելու ու մի կողմից վատը այն է, որ շատ երկար եմ աշխատում ու այս շաբաթ երեխեքը տանն են, չեմ հասցնում իրենց հետ շատ երկար ժամանակ անցկացնեմ, բայց դե գիտեմ, որ լավ հանգստանում են տանը, ֆիլմեր դիտելով, գրքեր կարդալով, իրենց խաղերը, զբաղմունքները, այդ մի կողմից հանգստացնում ա գոնե, մյուս կողմից էլ դե շատ աշխատելը լավ է։ Մյուս շաբաթ, այսինքն երեքշաբթի օրը, փետրվարի 17-ին, գիտեք, որ մեր տանը այդ յուրահատուկ օր է փետրվարի 17-ը, որովհետև իմ որդու եւ ամուսնուս տարեդարձն է։ Չգիտեմ, անցած տարի երկուշաբթի էր ու ես երկուշաբթի օրերը մինչև 7-ը աշխատում եմ, երեքշաբթի, այս տարի երեքշաբթի է, երեքշաբթի էլ մինչև 7-ը, ու չգիտեմ ոնց է լինելու, իհարկե վերջի մի քանի պացիենտներին այսպես առաջ եմ բան արել, որ կարողանամ գոնե շուտ վերջացնենք ու մի ժամ գոնե շուտ տուն գամ, բայց դե չգիտեմ ինչքանով կստացվի, եթե իհարկե հապճեպ ինչ-որ գործեր չծագեն, ինչ-որ հատուկ բան չենք պլանավորել, իհարկե շատ տպավորված եմ, այնպես է ստացվում, որ իրենց տարեդարձը միշտ համընկնում է կառնավալի հետ, այս դիմակահանդեսը մեր ֆաշինգ ասվածի հետ, ու հիշում եմ 2 տարի առաջ, երբ որ ամուսնուս 40-ամյակներ, Ալենի 10-ամյակներ, ու կիսուր կեսրար ասել էին այստեղ, իրենց այս մեծ նշեցինք, իսկական կառնավալ, բոլորը հանդերձանքներով, շատ լավ է, շատ տպավորված է, իհարկե մի քանի առիթ կար, շատ ուրախ լինելու, նախ որ առաջի ծնունդ ենք նշում, այսպես մեր տանը, այսպես մեծ շուքով նշում էինք իրենց ծնունդը, մեր սեփական տանը, հետո որ սկեսուր կեսրարս էին այստեղ, հետո որ բոլորն էին հավաքվել, հետո երեխեքը շատ ուրախ էին մի խոսքով, ու դրանից հետո ոնց որ այսպես լավ հագեցած եմ, ուրախ եմ, որ այդ մի տարին այդպես կառնավալային լավ անցել է, անցած տարի էլ դե քանի որ ես երկար էի մնալու, Էլենս ու Անգելինաս էին կազմակերպել, երեխեքի դասընկերներն էին այստեղ, դասընկերների հարևան մի քանի երեխեքի հետ, ասենց մեծ ինչ-որ երեխաների համար տոն նշեցին, մինչև ես եկա գործից, արդեն մերոնք էլ եկան, տեքրենքս, ուղղակի նստեցինք, հաց կերանք, իսկ այս տարի անկեղծ ասած չգիտեմ ոնց է լինելու, իհարկե Ալենը չի ուզում ընկերներ հրավիրի, որովհետև այդ օրը դպրոցում արդեն ինքը այսենց ասած կառնավալային երեքշաբթին է, որը իրենք մեծ տոնում են ու դպրոցում տոնելու են, այսպես հանդերձանքներով, ամեն ինչով ու ուտել խմելով, ես էլ ուսուցչուհու հետ խոսել եմ, որ ես էլ այն ինչ որ դպրոցը չի տրամադրում, ես այդ ամեն ինչը կապահովեմ երեխեքին, որպեսզի այնտեղ շատ լավ նշեն երեխեքի միասին ու էլ տուն չգան երեխեքը, այդպես ու մենք էլ մերոնցով արդեն կանք տուն, տեսնենք ինչ կանենք, բայց դե դեռ նվերներ, ասենց ոչ մի բան չեմ ընտրել, չեմ բան արել, տեսնեմ ոնց կլինի, ես շաբաթ կիրակի դեռ ունեմ, շաբաթ այսինքն մի շաբաթ օր դեռ ունեմ հանութներ գնալու, տեսնենք ոնց ենք հարմարացնում, ինչ ենք անում ու անակնկալներ գիտեք, որ մենք իրար անում ենք առանց առիթի, առանց տոների, առանց ինչ-որ բան հաշվի առնելու ու ասենք, որ միշտ վիտո, հետ եմ գնում աշխատանքի, ինչ էլ պատվիրեմ միևնույն է ինքը կտեսնի, ինքը կիմանա ու այնպես է, որ ոչ մի գաղտնիք չունենք մեկս մեկիցս, կարող եմ ուղղակի ճշտել ինքը ինչ ա ուզում, այսինքն գիտեմ ինչ ա ուզում, ինչից կուրախանա ու ուղղակի գնել կամ միասին գնալ, ընտրել, գնել, իսկ Ալենիս համար էլ դե ես էլ արդեն գիտեմ ինքը ինչ կուզի, ինչից կուրախանա, կգնենք, այդպես սիրելիներս մի խոսքով հիմա ես գնամ աշխատանքի,
Բայց բոլորիս հաճելի օր եմ մաղթում, տեսնեմ ոնց կլինի, միջև այդ ոնց է լինի, այս վլոգը կտեղադրեմ, տեսնենք ոնց կստացվի, ոնց կլինի, լավ մնացեք, ինձ անգա գալիս, կհանդիպենք։ Վիրահատական օրը սկսում ենք մեկ գավաթ սուրճից։ Մի հատ բացենք ու տեսնենք, թե ինչա ներսում։ Սրմերտան կանգելը նկարի։ Ինչ տեսնում ես։ Ուրեմն, ձեռքերից է։ Շոկոլադներ։ Իսպանական շոկոլադներ։ Սալենի համար է։ Սիրուն փաթեթավորումով։ Սիրաձեռքի աշխատանքներն է ինքն է սարքել, ձեր համար հատուկ։ Այս քունն է երևի, նայ թութիկը։ Սիլակոն է հրեշտակա։ Հա, քունը, անգել քոտը։ Էսի իր բաննա։ Իրինկա բրենդ։ Իրա բրենդի բանն ես։ Այս ռամաճելի բան կար։ Ինչ։ Այդ երիշտ։ Թե ես դրեցի։ Նորի։ Շատ սիրուն է։ Այստեղ էլի սինց պայուսակը։ Ես էլ էլ բանալիների կամ բանի անհանգան։ Ինչ սիրուն է։ Սիրուն երևում է վիդեոյի մեջ։ Սիրուն մորակրկիտ աշխատանքը։ Վերևա փայլերը։ Հեսա կշարենք, մեր հետ կնկարենք։ Մի հատ այս փայլերին։ Ոյ, հին դուրդ եկավ բնվերները։ Շնորհակալություն չես ասում Իրինային։ Մերսի։ Դա հավանեցիր։ Ընկերներդ որ հարցնենք, ասես ով է պատրաստել, հա։ Ուրեմն, բարձրացա նորից վերև, սուրճ եմ դրել ու երենք այս կոնֆետներով հիմա մի հատ սուրճ կվայել եմ ու հենց հատուկ սս բարձր տոկոսով կակաոյով այս 85-ով լավ կխմենք այսօ եկան իմ համար նկարել չգիտեմ հիմա ինձ է նկարել թե իրան ասում եմ մեկը մենք երկուսս իրար նման ենք կամ դու ես կամ ես եմ ասում եմ կամ ես եմ փոքր կամ հիմա ես եմ հիմա կամ դու փոքր ժամանակ Ոյ, չոքնած եմ Բարի երեկո, նոր եմ եկել գործից տուն, խնդրում եմ հոգնած տեսքից ուշադրություն չդարձնեք, ոչ մի բան չի պատահել, ուղղակի իրոք շատ հոգնած եմ, շատ ծանրաբեռնված օր ենք ունեցել, շաբաթ ենք ունեցել ու դեռ վաղն էլ շաբաթ է, բայց ես վաղը մի 2-3 ժամով եմ աշխատելու, որովհետև հենց նոր եմ վերադարձել վիրահատություններից, արդեն ուշ ժամ էր լույսով եմ նկարում, մի փոքր էլ ինձ հուզված եմ իհարկե, տեսակ արդեն, անակնկալը, ուրեմն, չգիտեմ ոնց ասեմ, բայց ինքան հաճելի է, կարծում նվեր ստանալ բոլորն են սիրում, անակնկալներ շատերը, բայց երբ որ դու նվերը ստանում ես այնտեղից, որտեղից ընդհանրապես ակնկալիքներ, չգիտեմ, ես չնայած այնպիսի մարդ եմ, որ ես սիրում եմ միշտ լավություն անել, միշտ ինչով կարող եմ օգնել մարդկանց, եթե իմ հնարավորությունները ինձ ներում է ու առանց ակնկալիքի,
առանց սպասումների, երբ որ ես ինչ-որ մեկին մի ձեռքով ինչ-որ բան եմ մեկնում, այս մի ձեռքս երբեք սենց պատրաստ չեմ պահում, որովհետև երբեք չեմ սպասում, որ այդ մի ձեռքով էլ ինչ-որ բան ստանալու եմ այդ մարդուց։ Եթե ի վիճակի եմ, անում եմ, անում եմ, եթե չէ, միանգամից չէ, այդ էլ հիմա եմ սովորել, որովհետև եթե առաջ լիներ միգուցե ինձ շատ նեղություն տալով, ընտանիքից նեղություն տալով, իմ ժամանակից, իմ ամեն ինչից կարող է անեի օգնեի, բայց հիմա մի քիչ փոխվել եմ, մի քիչ, բայց միայն այդ առումով, որ անում եմ լավություն, եթե մարդու ունի անհրաժեշտություն ու եթե դա իմ ուժերի չափով է։ Այդպես սիրելիներս ու հիմա ինչի եմ ուզում ասեմ, տեսակ նվերները ինչ հաճելի անակնկալը իմ շատ սիրելի Իրինայից էր։ Իրինան ուներ YouTube-յան ալիք, հիմա էլ ունի, խոհարարական բաղադրատոմսերով էր կիսվում, իր ձեռքի աշխատանքներով ու տարիներ առաջ, երբ որ ես նոր էի ալիքը բացել, այևի 4.5 տարի, 5 տարի է ինչ ալիքը կա ու նոր է, ակտիվ էր, իմ ամենաակտիվ շրջանն էր, երբ որ արդեն ունեի բավականին հետևորդներ ու կարող էի սենց իմ խոսքը ոնց որ ինչ-որ չափով կարող էր ինչ-որ մարդկանց բերել նոր ալիքներ, ես այդ ժամանակ այսպես մի հատ բան ունեի, որ ամեն օր ինչ-որ մի ալիք կամ շաբաթը մեկ չեմ հիշում արդեն ինչ-որ մեկին, ուղղակի գովազդում էի առանց ոչ մի բանի, նույնիսկ իրենք չէին էլ իմանում, կարող է ինչ-որ ամենքին յուրով ինչ-որ մի կերպ, սենց ինչ-որ մի բան էի գտնում, ուղղակի իմ հետևորդներին խորհուրդ տալով, որ շատ լավն է ամեն մարդու էջում գտնելով ինչ-որ մի լավ բան, որը կարող է գայթակղել, գրավել պացիենտին, մասնագիտությունից ելնելով պացիենտին, իմ հետևորդ ընկերներին խորհուրդ տալ, որ գնան իրենց իր ալիք, հետևեն, միգուցե ինչ-որ մի բանով կարողանա ինքն էլ ձեզ օգնել կամ ինչ-որ մի օգտակար բան գտնեք ու Իրինան այն մարդկանց շարքում էր, որ ես ուղղակի ինքը տեղյակել չէր, ես ուղղակի գովազդեցի ու առաջարկեցի, խնդրեցի իմ հետևորդներին, որ միանան իր ալիքին, շատ հավես է անցնում, շատ լավ հետաքրքիր բաներ կարող են գտնել, հետաքրքիր բաղադրատոմսեր, ձեռքի աշխատանքներ, այդպես ու Իրինան դա չէր մոռացել, իհարկե դրանից հետո մեր շփումը չի դադարել, ինքն հիմա ավելի ակտիվ է իր Facebook-յան Instagram-յան էջի հղումը էլի կթողնեմ այստեղ, որ դուք էլ գնաք շատ լավ ձեռքի աշխատանքներ ամեն ինչը, ինչ որ դուք տեսակ ինքն էր պատրաստել իր ձեռքերով ու ինքը չէր մոռացել, մենք չնայած էլի շփվում էինք իրար հետ, շատ շատեր կան իմ YouTube-յան ընկերներից, որոնց հետ ես շփվում եմ, զուտ որպես մարդ, որպես ընկեր, ու անընդհատ ինքը ոնց որ այդ բանը ես պարտական եմ, ես պետք է նախ մի քանի անգամ, մի 100 անգամ հարցրա ինչի համար, ինչ արժի այդ ամեն ինչը ու շատերը ես գովազդել եմ, ես արել եմ առանց որևէ հետին մտքի ու առանց գումարի, առանց վճարի բայց երբ որ հետադարձ այսպիսի կապ ես ստանում, այսպիսի բան ես ստանում, իհարկե շատ հաճելի է, էլի 1000 անգամ ասել էի, որ մեր Instagram-յան այսպիսի չաթը տեսնեք, քանի անգամ Իրինա պետք չի, չէ, մի արա, պետք չի, այսպես երբ որ ինքը ինձնից իմ հասցեներ խնդրում կամ բան հեռախոսահամար, բայց ինչն է այս ամեն ինչի մեջ ամենակարևորը իմ համար, ես բազմիցս եմ նշել ու հիմա էլ եմ ասում, մի րոպե, ու ինչքան ավելի երկար եմ ապրում, այնքան ավելի շատ եմ հասկանում ու գնահատում ժամանակս ու վստահ կարող եմ ասել, որ այս դարում ամենաթանկ բանը ժամանակն է, չկա մի ավելի թանկ նվեր, որ կարող է ինչ-որ մեկը ինձ անի ու ես այդ ավելի շատ գնահատեմ, քան իրեն ինձ նվիրված ժամանակը, որովհետև տեսակ, պարզ տեսակ այդ ամեն ինչի մեջ, ինչքան է մարդը տանջվել, ինչքան է չարչարվել, ինչքան սեր, ինչքան ուշադրություն է ներդրել այդ ամենի համար, որ ինքը հատուկ, անվանական, ամեն մեկին, ասենց իր ձեռքով պատրաստել է, ուզում ես գաս արի, հա, ինչ է ասում, որ իր ձեռքերով պատրաստել է ու գիտի ում ինչով կարող է ուրախացնի, ով ինչ նախասիրություն ունի, ասենք, չգիտեմ, բազմիցս տեսել է, որ Զոյ կամ բրելոկներ է սիրում, այսպես կախազարդեր է սիրում, երեխեքը թիթիզ պայուսակներ ու էլի եմ ասում, անչափ շնորհակալ եմ, իրան էլ եմ ասել, անչափ շնորհակալ եմ այդ ամենի համար, անչափ շնորհակալ եմ անակնկալի ու հենց եկավ այսպես այս օրով փետրվարի 13-ին հասավ
չգիտեմ, բառեր ուղղակի չեմ գտնում, հուզմունքս էլ է շատ, հիմա շատերը կարող է մտածեն, թե չգիտեմ ինչ, բայց իմ համար իսկապես շատերը չեն հասկանում այդ ամեն ինչը, ցավալի է, ինչը շատ ցավոք, ու գիտեք ինչ էի ուզում ասել, որ ինչն էր Իրինայի մտավախությունը, չնայած ասում էր, որ կար ես քո երեխեքին շատ լավ եմ ճանաչում, ինչից կուրախանան, բայց շատերի, որ այս դարի, այս մեր օրերի երիտասարդներին, դեռահասներին ոչ մի բանով շատ բաներ չկա, որ կարող է զարմացնել, իրանց ուրախացնում ամենակ թանկարժեք նվերները, iPhone-ներ, ականջակալեր, զարդեր, ինչ-որ մի բաներ, չգիտեմ, են Պանդորաներ, բաներ, բայց որ երեխեն կուրախանա, ես ասի Իրին դու հանգիստ եղի, դու լավ գիտես իմ երեխեքին, ու որ կուրախանան ուղակի Զոյկան իսենց արդեն պատրաստվում է քնելու, կուրախանան ուղակի ձեռքի, սիրուն ձեռքի աշխատանքից ու ոչ շատ հայտնի, մեր Իրինկա բրենդը իհարկե շատ հայտնի է դառնալու, դա ես վստահեցնում եմ, բայց այս շատ հայտնի բրենդի ինչ-որ նվեր ստանալուց, որ մամա ինքն է սարքել իր ձեռքերով, ինչ սիրուն է, հելենայի լույս անջատել է, նայի ոնց է փայլում մթության մեջ, հելենայի սենց նա ինձ, ու ես համ շատ ուրախ էի, որ իրենց դուր եկել էր, բայց համ շատ ուրախ էի, որ Իրինան էլ ուրախ կլինի կուրախան այդ փաստից, բայց ամենաշատ ուրախացել էի, որ ես կարողացել եմ ճիշտ մարդ դաստիարակել իմ երեխեքին, որ գնահատեն, ոչ թե որ այն ամեն մի փոքր, մեծ, ամեն ինչը գնահատեն ու գնահատեն այն ամենը, ինչ որ իրենց համար արվում է, ու այդ կարևոր չի, ինչ է արվում, ինչի համար է արվում, ուղղակի իրենք նախ մամա, բա ինչի համար, ոյ ինչի, գիտես ասում է ինչ բան է, հիմա ինչ ակտուել է, ինչ թրենդային է, ինքը ինչքան է տանջվել սրա համար, այս ամեն ինչը, այսի թանկ նվերը, շատ թանկարժեք նվերը, բան, ես այնքան ուրախ եմ դրանից, որ հələ մեծերը հասկանում են, որ նույնիսկ ասենք Զոյկան, որ դեռ 7 տարեկան է, կարա ուղղակի սիրուն բրիլոկից, ձեռքի աշխատանքից, այսքան ուրախանա, ոգևորվի ու մամա կարամ ես էլ ինձ պահեմ, չնայած Իրինան ասել որ ես քոննա, ասեց որ ես քոննա, որ այդ պահին բան ենք անում, խոսում ենք, ում կարամ ես ինձ պահեմ, կարամ տանեմ երեխեքին ցույց տամ երկուշաբթի օրը, չգիտեմ, մի խոսքով այս հատվածը շատ խոսեցի, բայց ուզում եմ մի անգամ էլ շնորհակալություն հայտնել Իրինային ու նաև այն նորաթուխ մամաներին կամ շատ ու շատ երիտասարդ աղջիկներ գիտեմ, որ ինձ հետևում են ու շատ խորհուրդներ են հարցնում, թե անձնական նամակներով, թե բան, որ ու այնքան շնորհակալ եմ, որ ինձ չկա այդպիսի օր, որ մի քանի հոգի գոնե չգրի, որ Կարջան, ինչքան ենք ոգևորվում քո մոտիվացվում քո վլոգներից, քո խոսքերից, ինչքան բողոքներ եմ ստանում, ինչի հաճախակի վլոգներ չես գցում, ինչի հաճախակի ինչ-որ թեմաներից չես զրուցում, դու թեթևացնում ես մեզ, քո հետ խոսելը մեզ կյանքի այլ արժեքներ է տալիս, սկսում են կյանքը ուրիշ ձև գնահատել, անչափ շնորհակալ եմ, հենց այդ է իմ միսիան, հենց այդ է իմ, երբ որ ինձ հարցնում են ինչի թեմայով է քո վլոգը, այդ է պատասխանը, որ ես գոնե եթե օրական ինչ որ մի հոգու էլ կարողանամ ես, ով որ նոր վլոգը կամ հին վլոգները ժպիտ պարգևել, որ ինքը ժպտա այդ մի քանի րոպեն, որ ինքը ինչ որ մի հարցի պատասխան գտնի այդ վիդեոյի մեջ, որ ինքը ինչ որ մի բան կարծիք փոխի կամ ինչ որ մի բան փոխվի իր մեջ, եթե դժվար իրավիճակում է այդ իրավիճակից դուրս կամ մեկ հոգի, դա իմ համար արդեն ես ինձ երջանիկ կզգամ, կհամարվեմ իմ միսիան կատարած, որ այդ ամեն ինչը իրոք իզուր չի, իմ ժամանակը, որ տեսնում եք ինչքան շատ խիտ է իմ գրաֆիկը, բայց ես հասցնում եմ գոնե մի քիչ բան նկարել ու այսօրվանն էլ հենց այդ է, որ հաճելի է իհարկե, երբ որ մի լավ բան է արվում, դրա համար, երբ որ քեզ փոխհատուցում են կամ ինչ-որ շնորհակալություն են հայտնում, փոխադարձ ինչ-որ մի ժեստ են տալի, որ դու հասկանաս, բայց ուզում եմ այս ասել, այսօրվա միսիան այս, որ եթե բարություն եք անում, լավություն եք անում, մի սպասեք, բայց լավ իմացեք, որ լավությունը, բարությունը բումերանգի էֆեկտ ունի ու մի օր հաստատ հետ է գալիս։ Այդ մեկ ու մեկ էլ հաջորդը ամենակարևորը, որ կյանքում ամենաթանկը ժամանակն է, գնահատեք ժամանակը, որտեղ ժամանակը իրոք անգին է։ Այսքանը սիրելիներս գալիս եմ մտնում եմ ներս վերև ու այսին սիրուն անակնկալ է պատրաստել դրել աստեղ գնացել իմ սիրելի Ռաֆայելոն, որ սուրճ խմենք երևի միասին, սիրուզը դասավորել է դրել է ծաղիկները ջրի մեջ միջև գալս
սոպրես, տեսնենք երբ կգատանը չի գործերով դուրս է եկել, գիտի որ ես շուտ էի գալու։ Հանցանք մեր գնումներին, եկել եմ առաջինը այստեղից միշտ բանջարեղեն, հիմնական եմ այստեղից եմ գնում։ Սոխեր չունենք։ Վալենտինա է, ինչքան ծաղիկները բերել են, մի հատ էլ այս կողմն են դրել, ոչ թե հիմնական ծաղիկների տեղը։ Կոկոչներին լովն են, սիրուն են։ Ի վերցրու, չեմ ուզում է։ Չէ, լավ, մերսի։ Հոպերից վերջացրեցինք, եկանք դեմ էլ պետք է մտնեմ, բայց մի հատ մտնենք action։ Գարնան շունչա։ Ծաղկամանները։ Սիրուն են աթորիկները, ես իմ սենյակինի մեծն է, աղջիկների սենյակի համար վերցնեմ, բայց ոչ այսօր, լավավոր կա, իսկն իրենք կարող են 10-ից հետո մտնել նայել վերցնել, գարնանային սիրուն տրամադրությունը, արդեն Զատկի ու քանի որ երկուշաբթի օրը արդեն Զոյկաս գնալու է դահուկների այդ 3-օրյա չնայած որ ես նախապես առել էի ամեն ինչ պատրաստել էի, բայց ինքը ձեռնոցի մի հատը կորցրել է ու հիմա այս արդեն բոլորը վաճառված է, եկել ենք այս մեծ ինտերսպորտը, տեսնենք այստեղ պետքա որ լինի այդ ձեռնոցները ու քանի որ այսօր Վալենտին է, իմ Վալենտինը որոշել է, որ ես հաց չեմ սարքելու ու ինքը մեր համար խորոված է անում։ Սիրելիներս, ուրեմն խորովածի հետ ուտվող, ամենամշտական, իմ ամենահամեղ, ամենաարագ պատրաստվող ու քիչ բաղադրիչներով աղցանն է, որ միշտ խորովածի հետ ամենասազականն է, իհարկե կեչուպով տոմատովից հետ միասին, ոչ թե հետո։ Մեզ հարկավոր է մաղադանոս, հեսա մի հատ լավ աղով աղաջրով լվանում եմ, մաղադանոս, լավ մանր կտրատած, սոխ, ձիթայուղ, իմ մոտ հիմա այս պահին զեյթունի է, աղ և կիտրոնի հյութ կամ կիտրոնի աղ, չգիտեմ, ինչ-որ ունեք այդ պահին ձեռքի տակ, կտրատում ենք, խառնում ենք, ուղղակի հենց այդ պահին կավելացնեք, խառնեք, որ հետո չփափկի ինքը շատ ու շոտ հոմեղ է ու կիտրոնի հյութը, ասենց ինքը կոտրում է սոխի համը, հոտը, որ հետո հոտ չգա, բայց համը իդեալական է լինում։ Ահա, ուրեմն էսենց լուսնաձև կտրատում ենք, բարակ, բայց լուսնաձև, նախորդ վլոգում ասի մանր, բայց կարող եք մանր կտրատել, ուղղակի մանր կտրատում էինք տոմատովի համար, այսենց։ Եվ պատրաստ ու սենց մաղադանոսը, վերջ, հիմա տեղափոխում եմ ամանի մեջ, ավելացնում եմ բաղադրիչները ու վերջ։ Այս տախտակը իդեպ այսօր էի գնել լավ մեծ է, սենց լավ մեծ։ Իմ մոնք այս ներքևինները փոքր են, վերևում ունեմ տարբեր չափերի, բայց այստեղ փոքր է։ Վերջ, պատրաստ է։
լիմոն կամ լիմոնի աղ կարող եք ավելացնել, ինչը ուզում եք, այսպես։ Մամա։ Ջան։ Քանի որ Անձրև սկսեց, մենք մեզ հարմարություն ենք ստեղծել սենց, որ կանգնենք, համ զրուցում ենք, համ էլ երեխեքը ներսում հաց են դնում, միջև լինի գնանք անուշ անենք, Վալենտին նշենք։ Այդպես սիրելիներս, դե ինչ ասեմ, լավ մնացեք, լավ եղեք։ Մինչ նոր հանդիպում։